Եթե ես չմասնակցեի ընտրություններին, նշանակում է ես իմ ձեռքով ոնց որ Էջմիածինը նվիրեմ իշխանություններին։ Իսկ եթե իշխանությունները լինեն վաղաշաբաթում, դա նշանակում է, որ մենք մայրաթոռը նվիրելու ենք իշխանություններին։ Ու մեզ պետք է ընտրեն նրա համար, որ մենք անիմաստ խոստումներ չենք տալու։ Ընտրությունների շեմին առնում են ասֆալտ ու բացում են մանկապարտեզ ու դպրոց։ Վերջ։ Ու վերջ։ Նրանք ոչ թե պայքարում են վաղաշաբաթի համար, այլ պայքարում են իրենց համամասնական ընտրությունների համար, վաղվա։ Սա սովորական համայնքային ընտրություններ չի, սա քաղաքական ընտրություններ է։ Այդ թիվ մեկ նպատակը, որ քաղաքացիական պայմանագիրը չլինի վաղաշաբաթում։ Քաղաքացիական պայմանագրի եւ Արամ Սարգսյանի կուսակցության հետ ընդհանրապես համագործակցություն չի լինելու։ Որոշվել էր, որ եկեղեցուց բարձրաշենք պետք է Էջմիածնում չլինի։ Հիմա թույլտվություն են տվել ամբողջ Էջմիածնում կառուցում են բարձրահարկ շենքեր։ Թույլատվություններ տալուց տալիս են այն մարդկանց, ով որ անդիմադիր չի, ով որ իրանց կողքին է։ Մենք էլ ունենք մեր ավականների կազմի մեջ պետական աշխատողներ, որոնց չեն թողում մեր հետ գան քարոզարշավ, որ եթե դուք գնաք քարոզարշավ, ձեզ գործից կհեռացնենք։ Վաղաշաբաթը առաջիկա կիրակի ավականի է ընտրում, որն էլ հետո համայնքի ղեկավար կընտրի։ Այս ընտրություններին Էջմիածինը մոտենում է որպես խոշորացված համայնք, մասնակցում է 8 քաղաքական ուժ, մրցակցությունը թեժ է լինելու։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր այդ ուժերից մեկի ներկայացուցիչն է։ Ժառանգություն կուսակցության վաղաշաբաթի ավականու թեկնածու Այծեմնիկ Գրիգորյան, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ քարոզարշավային, այս թեժ փուլում ժամանակ գտնելու համար։ Ձեզ եթե դեմ չեք քաղաքային կիսա քաղաքական հարցով սկսենք։ Ձեզ ներկայացնելիս ես չնշեցի, որ դուք գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն եք։ Այո։ Մի կողմից տեսեք Արցախյան ազատամարտի հերոս, հա, անկեղծ խոսենք։ Բանակաշինությանը մասնակցած գեներալ եւ այլ։ Ինչի մասն իմացել ենք, ու ինչպես այդ մարդը ներկայացվել է մինչև 2018 թիվը ներառյալ։ Մյուս կողմից հետո դրանից հետո արդեն այդ իմ նշած թվի իշխանությունների կողմից ամեն կերպ, այսպես են, վարկաբեկվող, հա, կերպար, այդպես են ներկայացնում իրենք։ Եվ այս ամեն ինչը հաշվի առնելով ինչ որ ասի, համարձակ ու ինչ-որ առումով ռիսկային քայլ չէ, երբ որ հենց Մանվել Գրիգորյանի դուստրն է ուզում ավականու անդամ դառնալ, առաջադրվում է։ Հաշվի առնելով այդ տարիներ շարունակ այն նշած հակափիառը ձեր հայրիկի դեմ, այդ ռիսկային է հեշտ հարցակումները մեր վրա։ Ահա, հիմա այս ամենը հաշվի առնելով ռիսկային ու դժվար չէ, ընդհանրապես դա ինչ դեր է խաղում։ Դժվարը դժվար է, բայց նորից ասել եմ ու էլի կասեմ, վախենալու ոչինչ չկա, որովհետև եթե ես չմասնակցեի ընտրություններին, նշանակում է ես իմ ձեռքով ոնց որ Էջմիածինը նվիրեմ իշխանություններին։ Մեր համայնքը, մեր վաղաշաբաթը նվիրեմ։ Մենք պետք է պայքարենք մեր վաղաշաբաթի վաղվա օրվա համար։ Իսկ եթե իշխանությունները լինեն վաղաշաբաթում, դա նշանակում է, որ մենք մայրաթոռը նվիրելու ենք իշխանություններին։ Քան խորք եք գնացել, այսինքն դուք մասնակցել։ Ձեր մասնակցելը, ճիշտ եմ հասկանում, միայն քաղաքի, կոպիտ ասֆալտի հարցը չէ, հա։ Չէ, ասֆալտի հարցը չի, ընդհանուր մեր երկրի գոյության հարցն է։ Այդքան դուք այդ տիպի խորությամբ ու լայնությամբ է ձեր ուժը դրել հարցը, դրանով եք մասնակցում։ Լավ, այդ պարագայում ավելի մի քիչ բացենք։ Գլխավոր նպատակը բացի նշածից, ել որն է մասնակցության եւ երկրորդ շարունակություն, ինչու, տեսեք 8 ուժ է, չէ՞, ինչու պետք է հենց ձեր ուժին, ոչ մեն անձամբ ձեզ, հենց ձեր ուժին ընտրի վաղաշաբաթին։ Ինչ ունեք ասելու էլի իրենց։ Նախ դուք ինքներդ էլ տեսնում եք, մենք ոչ մի նախկին ներկայի հետ կապ չունենք, առանձին ենք, ժառանգությունը ինքը միշտ եղել է, կա ու կմնա։ Ինքը հենց ուժ է, որ ոչ մի բանի չի խառնվել, ոչ մի քաղաքական աժոտաժների մեջ չի եղել, մաքուր է եղել միշտ, ու մեզ պետք է ընտրեն նրա համար, որ մենք անիմաստ խոստումներ չենք տալու, մենք մեր քայլելով ենք ցույց տալու ամեն ինչը, մեր վաղվա օրվա անելիքը։ Մենք հիմա այս հին իշխանությունները ասում են կգանք, ես կփոխենք, իրանք ժամանակ ունեցել են։ 7 տարի իրանք եղել են վաղաշաբաթի իշխանությունը։ Գործողները, եթե փոխելու էին, թող փոխեին։ Հիմա նոր պետք է փոխեն։ Ես երկար տարիներ ապրել եմ Էջմիածնում, գիտեմ բոլոր խնդիրները հիմքից։ Ինչ էլ չգիտենք, իմանում ենք։ Ու պետք է մեզ ընտրեն, որ մեզ հնարավորություն տան փոխելու այն, ինչ որ նախկինները չեն արել։ Ընդհանրապես ոչինչ չեն, հետաքրքիր 7 տարում, օրինակ ինչ են արել Էջմիածնում։ Ընտրությունների շեմին առնում են ասֆալտ ու բացում են մանկապարտեզ ու դպրոց։ Վերջ։ Ու վերջ։
Նրանք ասում են մեր ընդդիմությունը չի տիրապետում իր բանը համայնքի խնդիրներին։ Լավ, եթե մենք չենք տիրապետում, իրանք 7 տարի ունեցել են ժամանակ, չէ։ Իրանք հիմա իրանք նույն ծրագիրն են անում, ինչ որ նախկին քաղաքապետը պետքա արած լիներ ընտրություններից առաջ ինչ որ ներկայացրել էր։ Ունեն 7 տարի խի չեն արել։ Այդ ամենամեխայինը, որ Էջմիածնում կա ու այդպես երկար մնացել է, որն է ձեր դիտարկմամբ ամենալուրջ հիմնախնդիրը։ Վաղաշապատում եւ ընդհանրապես քաղաքում էլ մի խնդիր չի, բազում խնդիրներ են։ Նաեւ բողոքում են տրանսպորտից։ Տրանսպորտի տեղաշարժը շատ վատ է, թե համայնքում ընդհանուր տրանսպորտներ կան, որ գյուղեր գնացող հանել են։ Այն ժամանակ ունենք տրանսպորտ, որ ուսանողներին անվճար տեղափոխում էր Երևան։ Դա էլ են հանել, դա էլ գոյություն չունի։ Այսինքն հարակից գյուղերում բողոքում են հարկերի բարձրացումից։ Թղթաբանություն են ահավոր բարդացրել։ Գյուղացին մի թուղթ վերցնելու համար ուզում է իր տան դիմաց ինչ որ մի բան կառուցի, ուզում է իր հողի մեջ ինչ որ բան անի, պետքա թույլատվություն ստանա։ Այնքան են ձգձգում, այնքան են բարդացրել, որ գյուղացին էլ չի ուզում ինչ որ մի բան անի։ Այսինքն ձեր նպատակը մի հատ էլ նպատակին անդրադառնանք ու անցնենք առաջ։ Ձեր նպատակը, որպեսզի ճիշտ ֆիքսենք մասնակցության, ամենագլխավորը որն է, այն որ սկզբից նշեցիք, թե այս երկրորդ մասը խնդիրների, եթե ձևակերպեք մեկ նախադասությամբ։ Ասենք ես չեմ հարցնում, գնացել եք հանդիպման, մի տարիքով պապիկ հարցնում է, ասում է, Այծեմնիկ ջան, որն է ձեր նպատակը, ինչի որոշեցիք այդ գլխավոր։ Իմ գլխավոր նպատակը, որ այս իշխանությունները մեր երկիրը չկործանեն։ Մեր վաղաշապատը չքանդեն, մեր եկեղեցին չզավթեն։ Այսինքն վաղաշապատը նման նշանակություն ունի երկրի համար, այո, եթե վաղաշապատը նրանց ձեռքի տակ լինի, դուք գիտեք, որ համամասնական ընտրություններ են դիմացը։ Նրանք ոչ թե պայքարում են վաղաշապատի համար, այլ պայքարում են իրենց համամասնական ընտրությունների համար, վաղվա։ Վաղաշապատն էլ ազդեցիկ համայնք է։ Սա սովորական համայնքային ընտրություններ չի, սա քաղաքական ընտրություններ է։ Ու բոլորը գիտակցում են դա վաղաշապատ համայնքում։ Իշխանություններն են գիտակցում։ Դրա համար նրանց քարոզարշավին դուք ինքներդ տեսնում եք, ինչ падգամավորներ, ով կա մասնակցում է, իսկ մենք ընդդիմադիր ուժերով, մեր քարոզարշավը անում ենք։ Դրա մասին դեռ խոսենք ոչ միայն падգամ, փոխվարչապետ է նախնականներ, տարածքային կառավարման նախարարը բոլոր տեղերում կա։ Լավ, 8 ուժ է մասնակցում, իշխանական կուսակցություն, փորձված արդեն իսկ ընդդիմադիր կուսակցություն, երկրորդ նախագահի հետ կապ եւ այլն։ Այս ամեն ինչ ասում ձեր հաղթանակի շանսերը, հաշվի առնելով ժառանգությունը այդքան ակտիվ չի եղել այդ process-ներում։ Ինչպես է գնահատում այս կողքիններին տեսնելով, այսպես թե ռեալ գնահատեք։ Չեմ ասում թվեր եւ այլն։ Հաղթանակի կամ միգուցե հաղթանակ ասելով ուրիշ բան եք հասկանում, ավականի մտնելու։ Մենք հավատում ենք, որ կունենանք հաղթանակ, չգիտեմ, քանի քվե կստանանք, բայց հավատում ենք, որ կլինի հաղթանակ։ Կլինենք ավականու կազմի մեջ, ես չեմ մտածում, որ չենք լինի։ Կլինենք, ինձ թվում է։ Տենց խնդիր չի լինի։ Մի քիչ կոնկրետ ասեմ, ձեր ուժը հիմա գնում է քաղաքում ռեալ իշխանապողության, այսինքն թիվ 1 նպատակը ձեր քաղաքապետն ունենալն է, թե ավականիում, ասենք, մեր ավականիում ներկայացված լինելը, ընդդիմություն որպես, էլի։ ԿՊ-ին հեռացնել, բավարարվեք դրանով։ Բավարարվելու խնդիր չկա, մեր թիվ 1 նպատակը, որ քաղաքացիական պայմանագիրը չլինի վաղաշապատում։ Մեր թիվ 1 նպատակը դա է։ Իսկ եթե մտակ ավականի, դա չհաջողվեց, դարձակ ավականիում, ասենք ընդդիմություն, աշխատելու եք որպես ընդդիմություն։ Դա արդեն որոշել եք, թե ոչ, իհարկե աշխատելու ենք, համագործակցություն չի լինելու նրանց հետ։ Նրանց հետ չի լինելու։ Իսկ անդիմադիր ուժերի հետ իհարկե լինելու է։ Դա է ուզում ասեմ, այդ Գյումրիի սցենարը, օրինակ, ձեր կարծիքով հավանական է, հնարավոր է Էջմիածնում վաղաշապատում։ Եվ պատրաստ օրինակ սատարեք, պատրաստ եք սատարել ավելի շատ ձայներ ստացած այլ ընդդիմադիր ուժի, որևէ ուժի։ Իհարկե, սատարելու ենք։ 4 ընդդիմադիր ուժեր են, որոնց հետ համագործակցություն կլինի։ Իսկ նշել եմ ու նորից կնշեմ, քաղաքացիական պայմանագրի եւ Արամ Սարգսյանի կուսակցության հետ ընդհանրապես համագործակցություն չի լինելու։ Ինչու հարցը, օրինակ ինչու։ Այդ երկուսին եք առանձնացել։ Այսինքն հենց հիմա ուղղակի բացառում եք։ Այո, բացառում։ Եթե կոալիցիա կազմեք իրենց հետ։ Մի կուսակցություն էլ կա, բայց դա դեռ չենք հասկանում։ Ում կողմից է։ Ահա։ Այսինքն ձեր մոտ ընդդիմադիրն է պարտադիր, դա կապ չունի, դա որ նախագահի հետ է, կապ չունի, որ նախագահի, կարևորը վաղաշապատում իշխանություն չունենա քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ ինչու
ԿՊԻ ու հանրապետության հետ չէ։ Միգուցե ունեն ծրագրեր կամ ծանոթացել եք ընդհանրապես իրենց ծրագրերին։ Դե սովորաբար լինում է չէ՞ մրցակցի ծրագրերն են։ Իհարկե ծանոթացել ենք, նույն ծրագիրն է, ինչ որ նախկին քաղաքապետի ծրագիրը։ Նրանց մոտ նույն ծրագիրն է, ընտրություններից առաջ անում են ասֆալտ, բացում են մի հատ մանկապարտեզ։ Նույնն էլ նախկինն էր, արե ընտրություններից առաջ անում են ասֆալտ, բացում են մի հատ մանկապարտեզ։ Բայց այդ մի հատ մանկապարտեզով ու ասֆալտով չի ամեն ինչը։ Այնտեղ բազում խնդիրներ կան։ Իրանք անդադ շոշափում են, որ չեն տիրապետում խնդիրները, տիրապետում են խնդիրները։ Մենք այդ քաղաքում ենք, չէ՞ ապրում։ Ու ամեն ինչը լավ տեսնում ենք, աղբահանությունը ահա որ վիճակում է, քաղաքը կեղտոտ։ Քաղաքում մենակ չես կարող քայլել, փողոցի շները։ Աղբանություն ասեք, շներն էլ կան դրանք, որ հիշում եք կամազները ինչ բերեցին, Դիանա Գասպարյանի ժամանակ Փաշինյանը գնաց, բացեցին, այո, բացեցին, բերեցին, թողում են աղբա այնքան, որ փողոցի շները սաղ փողոցում բռնում թափում են աղբը, աղբատար ամանները գետնին շուռ տված, ահա որ վիճակ է, աղբատարությունը շատ վատ է իջմիացնում։ Բա ասֆալտը անընդհատ ցանկերն հրապարակում վիդեո ռոլիկներ կամ Facebook-ում էս փողոցն արեցին ոչ միայն էս ասֆալտը ասֆալտի վրայից անելուց մի քանի ամիս հետո փչանում է իրենց արած։ Ասում են ասֆալտ են կարել, ասֆալտ են կարել, նախկին ասֆալտը առանց քանդելու նոր ասֆալտը վրան անում են։ Կարկատան անելով շարունակում են իրենց գործը։ Վիոլա ջուրն էլ գալիս է, քանդում է իրենց արած ասֆալտը, նորից տենց քանդած մնում է, նորից գալիս են վրան ասֆալտ են անում։ Մի Երևանում օրինակ, Երևան քաղաքում ամենասուր խնդիրը, որ ընդդիմադիր ավականի միշտ քննադատում է, դա շին թույլտվությունների տրամադրումը, դա կոռուպցիոն ռիսկեր են դնում։ Կա իջմիացնում է։ Իհարկե մեր մոտ էլ նույն խնդիրը կա։ Դուք գիտեք, որ չգրված օրենքա, որ Վազգեն առաջինի օրոք որոշվել էր, որ եկեղեցուց բարձր շենք պետք է իջմիացնում չլինի։ Հիմա թույլտվություն են տվել ամբողջ իջմիացնում կառուցում են բարձրահարկ շենքեր։ Հարկայնության մասին։ Այո, բացի բարձրահարկը, ահա որ օդը կեղտոտված վիճակում է։ Մի հատ քամիալենում ամբողջ էջմիածինը փոշու մեջ է։ Այսինքն քաղաքապետանը չի հետևում, որ պատշաճ լինի այդ ամեն ինչը, դա շինարարություն պետք է լինի, բնական է։ Թույլատվությունը տալիս է ու վերջ։ Այդքանով սահմանափակվում է։ Թույլատվությունն էլ տալիս են այն մարդկանց, ով որ անդիմադիր չի, ով որ իրանց կողքին է, ով իրանց սատարում է։ Հա։ Այո։ Որտեղ ասում են տարբերություն չկա բիզնեսմենը, իրանց մեջ տարբերություն կա։ Այդտենց բան չկա մեր քաղաքում, ես այդ քաղաքի բնակիչ չեմ տեսնում։ Իսկ փաստեր ունեք, որ այդպես են տրամադրում, այդ նայեք քարոզարշավի արդեն ավարտվում է, հա, այսօր վերջին օրն է քարոզարշավի։ Բնականաբար եղել եք համայնքներում շփվում եք, շփվել եք։ Եթե մի 10 խնդիր կամ 5 խնդիրն թոփ առաջատարը, հա, նշենք խնդիրների, քաղաքացիները որոնք էին բարձրացնում եւ ամենակարևորը հարցի շարունակություն։ Տեսեք դուք քննադատում եք, որ իշխանությունները են բոլոր հարցերում քաղաքային դերացել։ Դուք կոնկրետ գծած ծրագիրը թղթով, չգիտեմ, ժամկետներով, որ այս հարցը այս ժամկետում կլուծենք ու այս միջոցներով, ամենակարևորը ինչ միջոցներով գումարը նկատի ունեմ, էլի։ Ունեք, խնդրեմ խնդիրներն ասեք ինչ էին բարձրացնում եւ երկրորդը այդ։ Իհարկե նշեմ, գյուղացիները նշեցի, որ բողոքում էին, որ հարկերն է բարձր։ Տրանսպորտի խնդիր է, դա երկուս։ Երրորդը, որ չեն կարողանում ինչ որ մի թուղթ ստանալուց հետո իրանց գործը անել, դա էլ են բարդացրել։ Նշում են, որ գյուղերում չկա երեխաների անգամ խաղալու տեղ առանձին։ Գյուղեր կա, որ անգամ դեղատներ չունի։ Գյուղերում ասֆալտ անում են միայն կենտրոնական փողոցներում, իսկ ներս ընկած փողոցներում ասֆալտ չեն անում։ Հետո քաղաքում նշում են, որ քաղաքում շատ վատ է փողոցի շների վիճակը։ Մարդիկ չեն կարողանում դուրս գալ ուղղակի քաղաքում զբոսնել։ Տանում են, ստերջաշնում են շներին, բերում են ու նորից նույն վիճակը։ Շները շատանում են, թե ինչի ոչ մեկ չի հասկանում։ Հատուկ այդպես կառուցка։ Լավ, այդ ասենք դա էր հիմնականը։ Հիմա ձեր նշածների մեջ գոնե մի մասը Արցախցիների խնդիրը, դա էլ կուզեմ բարձրացնեմ, որ դուք գիտեք, որ Վաղաշապատ հավամայնքում 10,000-ից ավել արցախցիներ կան։ Արցախցիները, որ իմանուն են մարդիկ արցախցի են, աշխատանք չեն տալիս։ Դա էլ ու գիտեք ինչն է ցավոտ, որ արցախցիներին ասում են փախստականներ։ Նրանք փախստականներ չեն, նրանք բռնի տեղահանված մարդիկ են։ Մենք գիտենք, որ այս իշխանությունները իրանց հողն տվեցին, ինչպես ասեմ, նվիրեցին Ադրբեջանին, այն հողի վրա, որ կռված տղաների արյունը դեռ չի չորացել։ Այսինքն քաղաքային իշխանությունները պատշաճ ինչ-որ վերաբերմունք կամ օգնություն ցուցաբերում են հիմա ընտրություններից առաջ։
Օգնություն ցուցաբերում են, բայց ընտրություններից առաջ, իսկ դրանից առաջ նրանց համար մեկ էր արցախցիների ապագան։ Արցախցիներին հիշում են միայն այն ժամանակ ու արցախցիների կեսին էլ ասում են, գիտեք, դուք որ նոր եք եկել, դուք ընտրելու իրավունք չունեք, բայց այդպես բան չկա, եթե իրենք քաղաքում 6 ամիս ապրել են, իրանք իրավունք ունեն ընտրելու։ Գրանցված են, չէ՞, կարծեմ նման բան։ Այո, բոլոր արցախցիները, եթե ապրել են Էջմիածնում կամ Վաղաշապատ համայնքում, Խոյ համայնքում, եթե նրանք 6 ամիս ապրել են ու գրանցված են, նրանք իրավունք ունեն ընտրելու, պարտավոր են ընտրություն գնալ ու ընտրել։ Ինչի են այդպես ասում, ասեն իրենք ի սկզբանե վստահ են, որ իրենք չեն ընտրի, հա։ Այո, վախենալով, որ իրենց չեն ընտրելու։ Այդ ծրագրերի մասին ենք ասացի, չէ՞, հիմա դրա իրականացման մասով ունեք այն, որ ասում գրած, այս ինչ ամսին, այս ինչ տարում կավարտենք, չգիտեմ, շների խնդիրը, այն մյուսը տրանսպորտը, այն ամենածանրերը։ Դրանք ինչ եմ ասում, ծրագիրը ունեն գրած։ Հա, նաև մեծ փողերի մասին է խոսքը, Էջմիածնի բյուջեն կհերիքի, ոնց եք աշխատելու կառավարությամբ դες եք այդ գումարները։ Նայեք, Էջմիածնի բյուջեն, ընդհանուր Վաղաշապատի բյուջեն կառավարությունն է տրամադրում, չի հերիքի, սուտ կլինի, որ ասեն կհերիքի, բայց մենք ուզում ենք, որ դրսից ներդրումներ լինեն։ Ամեն համայնքում ոնց լինի չլինի, բարերարներ կլինեն, որ դրսում ապրում են։ Այդ բարերարների շնորհիվ ամեն մի գյուղ կնորոգվի կամ ինչ-որ մի բան այդ գյուղում կամ քաղաքում ինչ-որ մի բան կարվի։ Արցախցիների համար կարևորը մենք ուզում ենք, որ արցախցիներին Վաղաշապատ համայնքը ունի լիքը հողեր, որ տրամադրենք նրանց հողեր, որ պետության տված գոնե չնչին գումարով նրանք կառուցեն տուն։ Հա, հողը համայնքը տա, այն փողով էլ, որ այն փողով, որ գոնե կարողանան կառուցեն տուն։ Գիտեք, 50,000 գումար են տալ, այդ 50,000-ով այդ մարդիկ ինչ պետք է անեն։ Հասկանու՞մ, դա ռեալ ծրագիր ունեք արցախցիների մասով։ Ունենք արցախցիների համար։ Ճիշտ ասած, ավելի շատ ոնց որ ես կենտրոնացած եմ արցախցիներին օգնելու գծով։ Մեր հավաքանները ամեն մեկը տարբեր ոնց որ ուղիներ ունի։ Իմը հիմնական արցախցիներին օգնությունն է։ Հա, անձամբ դուք զբաղվեք այդ հարցով։ Իմ խնդիրը, այո, արցախցիներին օգուտ տալն է։ Կոնտակտներ ունեցել եք, շփվել եք իրենք, ասենք, ոնց են այդ ծրագրին վերաբերում, իրանց իրոք օգուտ կտա, թե հերթականը կլինի, ինչպես պետությունն է, չէ՞, տալիս եւ ասում են տվեցինք դե եւ այլ։ Ոչ, օգուտ։ Այսինքն շահագրգռված են այդ կիրառական կլինի դա նկատի ունեմ։ Իհարկե կիրառական կլինի, Վաղաշապատը նորից եմ նշում, ունի բազում հողեր։ Այդ հողերի, եթե մենք տանք նրանց, արցախցին, գիտեք, աշխատող ժողովուրդ է։ Եթե նա մնա Վաղաշապատում, օգուտից բացի վնաս չի տա։ Միայն կշնացնի Վաղաշապատը։ Այսինքն իրենց պետքա կոպիտ չխանգարել ապրել։ Այո, նրանց մենք աշխատանք էլ կտրամադրենք, հողերն էլ կտանք, որպեսզի տունը կառուցեն ու մնան մեր Վաղաշապատում ու տեղ չգնան։ Այ ասացիք դրսից բարերարները համբնակ, բա մեկը կհարցնի, բա այս գործող իշխանություններն էլ կարող են անել, դուք ինչ տարբերություն դուք իրենց հետ ունեք այդ կոնտակտները, հենց ձեզ են վստահելու որ գան կամ ինչի միջև հիմա չէին անում, եթե կարող էին անել կամ քիչ չէին անում։ Դրսի իշխանությունները ժամանակ ունեին անելու։ Ընտրություններից առաջ պետք չի բարերարությամբ զբաղվել։ Իրանք ժամանակ ունեին, չէ՞, մինչև այդ պետք է անեին։ Իրենց ժամանակ տրվել է 7 տարին քիչ չի, քաղաքում ինչ որ բան կամ ընդհանուր համայնքում փոխելու համար։ 7 տարին քիչ չի, 2 տարի չի, 3 տարի չի, 7 տարի։ Դուք ուզում ասեմ կոնտակտներ կա այդ դրսի մարդկանց, որ իրենք չունեն, արդեն ինչ-որ նախնական զրույցներ, բաներ, պայմանավորվածություններ կան, որ մեր ընտրվելու դեպքում ներդրումներ կլինեն։ Այս համայնքներում, այս գյուղերում, Վաղաշապատում կան կոնտակտներ։ Էջմիածինը դե նաև չէ գաղտնիք չի, համայն հայության հոգևոր կենտրոն եւ այլն տուրիզմ, եւ այլն, այս հարցում ունեք։ Այ տուրիզմը շատ վատ է մեզ մոտ զարգացած։ Գալիս է տուրիստը, մտնում է եկեղեցի, մոմավառում թողնում գնում է, բայց մենք պետք է այնպես անենք, որ գոնե մի քանի օր մնան նա։ Բայց կներեք ընդհատեմ, ես էլ եմ ճանաչում, մարդիկ որոնք արդեն փոքրիկ հյուրանոցներ բան սկսել են, կան, չէ, քիչ են, բայց պետք է նայեք թանգարան ունենք, բայց պետք է այնպես անենք, որ շահագրգռվեն, որ տուրիստները գալիս են ուզենան մնան մեր քաղաքում, հետաքրքիր լինի իրենց համար, ժամանցի վայրեր լինի, որ դուրս գան, ուզենան քայլեն, մի գոնե 2-3 օր Էջմիածինը պտտվեն կամ ընդհանուր Վաղաշապատում պտտվեն, նոր որոշեն գնան Երևան։ Ինչով պետք է այսպես ճակերտավոր զբաղեցնեք այդ մարդկանց, լավ եկեղեցին տեսան, հետո ինչ որ կա ծրագրեր, օրինակ ես հիշում եմ ժամանակին Գյումրու ընտրություններում Ռուբենը Մխիթարյան ինքը այդ գործի ասում էր, «Էս ինչի փառատոն անենք Գյումրիում, մյուս օրը էս ինչի որ տարվա մեջ մի քանի օրացուցային օր լինի, որ գան 2-3 օր մնան, չգիտեմ, տարբեր գաղափարներ ուներ»։ Մենք մեր ծրագրում ունենք այդպիսի կետեր, որ ստեղծենք այնպիսի հետաքրքիր միջոցառումներ, որ դրսից եկող տուրիստը ուզենա գոնե մի 2 օր մնա կամ Երևանից թեկուզ գան, մի օր մնան, 2 օր մնան, մասնակցեն միջոցառումներին, նորից հետ գնան։
Մի հարց էլ այսօր հիմա վաղաշաբաթ մեզ վերջի 15-20 օրը հիմա նկատում ինչ մթնոլորտ է ձեր գնահատմամբ հանրության հետ շփումներ օրինակ ինչ եք հասկացել ում են ավելի շատ հակված չեմ ասում կոնկրետ ձեր ուժին ընդդիմությանը թե իշխանությանն հակված ընտրել կընտրեմ այսօր պատասխանը եւ բացի այդ էլի ինչ ընտրության հենց քվյա խցիկի մոտենալու տեղամաս գնալու ցանկություն կա եւ ընդհանրապես ինչ է կանխատեսում Կիրակի օրվա համար լարվածություն ճնշումներ չգիտեմ ընդհանուր կեղծիքներ հնարավոր են թե ոչ ընտրել այդ բոլոր հարցերը ոչինչ բացառել այս երկրում չի կարելի ամեն ինչ հնարավոր է ամեն ինչ սպասելի է թե որ ինչ որ մի բան ստեղծեն որ իրենց սրտով չի լինի դա էլ է հնարավոր ճնշումներ էլ է լինում դուք տեսնում եք իշխող ուժը պետական մենք էլ ունենք մեր ավականների կազմի մեջ պետական աշխատողներ որոնց չեն թողում մեր հետ գան քարոզարշավ որ եթե դուք գնաք քարոզարշավ ձեզ գործից կհեռացնենք անուններ չեմ նշում բայց կան ու բազում անդիմադիր ուժեր ասել են որ էլի իրանց խմբերում էլ կան պետական աշխատողներ որ իրանց հանդեպ է ճնշումներ գոյություն ունի կան դպրոցներում էլ ինքս գիտեմ անուններ էլի չեմ նշի որ տնօրեններ կան ում հրամայել են որ ձայն պետք է ապահովեն անձամբ տնօրեններն էլ ասում են որ պետք է գնաք ընտրեք այս իշխանություններին Հիմա մեզ հաղորդում որ անկարծ քննչական մարմինները տեսնեն եւ ձեզ կասեն դե եկեք անուններ տվեք պատրաստ եք գնալ այդ պարագայում Իրանք էլ գիտեն չեն ասի որովհետեւ իրանք էլ գիտեն ամեն ինչ տեսակ այն դպրոցի տնօրենին կալանավորեցին մի քանի ժամ հետո տնային կալանք տվեցին Իրանց ձեռքն է իշխանությունը բոլորն էլ լավ գիտեն մի քանի ժամ հետո թող կանչեն ասեն անուն տուր տվեցինք անուն դրանից հետո ինչ պետք անեն ոչ իման մի երկու օր ընդամենը թերթերը կգրեն կանցնի կգնան Իսկ լավ եթե գանք մթնոլորտին ինչպիսին է մթնոլորտը ու ինչի է հակված ձեր դիտարկման բնակչությունում այդ որ շփվել եք իհարկե Բնակչությունը վախենում է նորից ասեմ, որ իրենց ձայնը տեղ չի հասնի։ Որովհետև մտածում են, որ էլի կկեղծվեն ընտրությունները, որ ընդդիմությունը չի հաղթի։ Բնակչությունը այնքան է արդեն հիասթափված այս իշխանություններից, որ իրենց համար կապ չունի նախկինա ներկայ մենակ այս իշխանությունը չլինի։ Կա տես տրամադրություն իշխանությունում, հա, որ միայն այս իշխանությունը չլինի, այն իշխանությունը, որ կործանում է, ու վաղաշաբաթին գիտակցում է, որ եթե այս իշխանությունը եկավ նորից իշխանության, ապա հաջորդ քայլը լինելու մայրաթորի զավթումը։ Կա այդ տրամադրությունները էջմիածնեցների մեջ, այսինքն տրամադրված են ավելի հակառակ իշխանության քայլերի։ Այո, իսկ ով էլ հակառակ չի, դա պետական աշխատողներն են, որ կորցնելու բան ունեն։ Հա, իրենք այդպես չեն մտածում, բայց վախենում են աշխատանք կորցնեն ուղղակի։ Եվ հակված են, այսինքն ավելի շատ, եթե ոչ թե կոնկրետ մեկ ուժ, այլ ընդհանրապես ընդդիմությանը ընտրել։ Այո, ընդդիմության կողքն են ժողովուրդը, ես ինքս էլ տեսնում եմ։ Ու կապ չունի ում կընտրեն։ Նրանց համար էլ հիմա կարևորը որ լինի ընդդիմությունը։ Դուք եք այդպիսի, օրինակ դուք այդպիսի կոչ եք անում, բացի այն որ մեզ ընտրեք, որ շփոթ մարդկանց, օրինակ ինչ կոչ եք անում իրանց կամ։ Իմ կոչը այն կլինի, որ նախ ես բոլորին խնդրում եմ, որ գնան ընտրությունների։ Եթե մենք ընտրությունների օրը շատ բարձր մասնակցելիություն ապահովենք, դա թույլ չի տա իշխանություններին խլել մեր հոգևոր մայրաքաղաքը։ Եվ կոչ եմ անում, որ կապ չունի վաղաշաբաթին, եթե իրավունք ունի գնալ ընտրության, կապ չունի նա որտեղ է ապրում, թող գնա եւ իր ձայնը տա ցանկացած ընդդիմադիր ուժի, բացի քաղաքացիական պայմանագրից եւ նրա հարակիցներից։ Մի հատ շատ մի տեսակ վախենալու բան հարցնեմ, տեսել եք փորձը Հայաստանում, երբ ընդդիմադիր է լինում քաղաքապետը, Վարդան Ղուկասյան, անկախ նրանից ինչ վերաբերմունք ունեն, չունեն, Վարդան Ղուկասյան, չգիտեմ, Վանաձորի Մամիկոն Ասլանյան, վատ օրինակ է շատ ցավալի փարաքարը չասեմ էլ եւ այլն եւ այլն։ Այսինքն Հայաստանում ըստ էության մի բան գտնում են ու ընդդիմադիր քաղաքապետը անգամ այս պարագայում ինչի վրա է ձեր հույսը։ Կապ չունի դուք ձեր ուժը կընտրվի, մյուսը կընտրվի, ընդդիմություն ընտրով, իսկ ինչ երաշխիք ունեք, որ իշխանությունը այստեղ էլ նույն բանով չի շարժվի, նույնիսկ։ Իհարկե կարող է շարժվել, դա չենք բացառում, դա էլ կա։ Ու բոլոր ընդդիմադիր ուժերն էլ գիտեն, որ եթե իշխանությունը ուզենա, ինչ որ մի գործ կսարքի կտանի։ Դա բոլորը գիտեն այս Հայաստանում։ Անկամ դուք տեսաք, այս վերջում 2 լրագրողի բռնեցին 3։ Հա, Վազգենին ու Նարեկին։ Տեսաք, ինքներդ էլ տեսաք։ Եթե նրանք ուզենան հեռացնեն, կհեռացնեն, բայց
վաղաշաբաթում կապ չունի, վախ չկա։ Ընդդիմադիր ուժերից 4-ն էլ մենք էլ միասին չենք վախենում։ Վաղաշաբաթին ինքը այդ դեպքում ոտքի կկանգնի, որ պաշտպանի իր ընտրած մարդուն, երբ որ ասենք բանը հասնի նման բռնության կամ Իհարկե կկանգնի, եթե վաղաշաբաթին իր ձայնը տալիս է, ուրեմն նա մտածում է, որ այս սցենարով նույն գնալու են։ Դուք տեսեք Գյումրիում ինչպես ժողովուրդը գնացին եւ պաշտպանեցին իրենց ընտրած ընդդիմադիր ուժին։ Նույնն էլ կլինի վաղաշաբաթում, եթե նույն Գյումրու սցեներ ուզենան կատարել Էջմիածնում ու վաղաշաբաթ համայնքում։ Եվ երբ որ այս հաղորդումը մեր հարցազրույցը հեռարձակվի, լռության օրվան կմնա 4 ժամ ընդամենը, այսինքն, հա, ձեր, ինչպես եմ, այս տաղավարից ինչ ունեք ասելու ձեր պոտենցիալ ընտրողին կամ ոչ ձեր ընտրողին, ընդհանրապես վաղաշաբաթուն։ Ինչպես կձևակերպեք, այսինքն որ եկեք ընտրելու ում ասֆալտանող, կոյուղին սարքող, շներին վերացնող ուժին, թե էլի ավելի շատ բան է, հա, խնդիրը ազգային է, համապետական է, եւ ընդհանրապես վաղաշաբաթիներն էլ այդ դնում են այդ անվտանգության եւ այլ հարցերը։ Իհարկե, դնում են։ Նրանք վաղաշաբաթին գիտակից մարդ է, թասիբով ու հավատքով ամենակարևորը։ Վաղաշաբաթու համար շատ կարևոր է հավատքը։ Ու վաղաշաբաթին գիտակցում է, որ մեր վաղվա օրը կախված է մեր ընտրությունից։ Եթե վաղաշաբաթին սխալ ընտրություն անի եւ իշխանությունները ոնց որ իրենք են գծում, մնան վաղաշաբաթում, մեր շատ վատ բաներ են սպասվում։ Եվ վերջինը դա է ասում, սրանից 4 ժամ հետո արդեն էլ լռության օրենքով խոսելու իրավունք այդ թեմայով չեք ունենա, այ օգտագործեք ձեր իրավունքը, ինչ կասեիք մարդկանց։ Իմ կոչը նա կլինի վաղաշաբաթուն, որ գնան անպայման ընտրության։ Կապ չունի ում կընտրեն, նորից եմ նշում։ Թեկուզ ընդդիմադիր բոլոր ուժերին գնան ընտրեն, բացի ՔՊ-ից։ Նրանք մեր երկիրը բերեցին պարտության, նրանք պարտության սիմվոլ են։ Նրանք վաղաշաբաթին պետք է գիտակցի, որ ընտրելու է իր վաղվա օրը։ Նրա տրամադրած մի քանի ժամը մեր պետության համար կարող է լինել վաղը մի ամբողջ գոյության խնդիր։ Այդքանը հասկանալով վաղաշաբաթին պետք է չընտրի քաղաքացիական պայմանագիրը։ Դե հաջողություն ձեր ուժին, ընդհանրապես խաղաղ հանգիստ ընտրություններ, մեր շնորհակալ հայրական, շնորհակալ եմ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր Ժառանգություն կուսակցության վաղաշաբաթի ավականու տեխնացու Այծեմնիկ Գրիգորյանն էր։ Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք